Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք այս Mercedes-ի մակարդակի մի բան, բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Այս 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Zaporožets գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Այն հին ժամանակներում մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել։ Դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետք է հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն եւ այլն։ Առողջության ապահովագրությունը նաեւ հաշվետվողականության եւ թափանցիկության մի հատ լրացուցիչ գործոն է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ։ Հետևաբար, այսինքն հանրությունը ինքը կարող է վերահսկել առողջապահական համակարգի ծախսերի մի զգալի մասը առնվազն այս հատվածով։ Դրա համար սա էլ է երկակի նշանակություն ունեցող նախագիծ է, որը կարևոր է համարում ընդգծել։